Բարև բոլորին, այսօր նույնպես հերթական վլոգն է, այսօր սիրելիներս ես ուզում եմ խոսել տարբեր մեթոդներով նիհարող մարդկանց մասին, ինչպես ասել եմ ես շատ միշտ եմ հետաքրքրված եղել այդ թեմայի շուրջը ու տարբեր մարդկանց եմ տեսել, նիհարած մարդկանց, հետո իրանց հետ քաշը հետ արդեն հետ եկած քաշը հետ եկած մարդկանց, ովքեր նիհարել են ու նորից չաղացել են։ Երբ որ նրանք խոսում են այդ փորձառու մարդիկ, ովքեր նիհարել են մի տարվա մեջ, տարի ու կես, կան մարդիկ, որ շատ ավելի քաշ են գցել 80, 90, նույնիսկ 100, դա նաև տևել է 3 տարի եւ ավելի, երբ որ նրանք տարբեր մեթոդներով նիհարած մարդիկ, երբ որ խոսում են, ես հասկանում եմ, որ անպայման իրենց մոտ եւ ժամանակին իմ մոտ էլ այդպես եղել, նրանք ունեցել են խախտումներ ասելով որոշ ժամանակ թեկուս կալորիականություն հաշվելը, թեկուս տարբեր դիետաների ընթացքում սկսվել են մի քիչ քաղցր, մի քիչ էս, մի քիչով ինչ սիրել, նայել, օգտագործել է չի կարելիների շարքում։ Դրանց թվին էլ պատկանել եմ ես ընթացքում էլի այդպես դեպքեր շատ է եղել, բայց այս տարվա կարնիվորի փորձից ճիշտ է դեռ վաղ է ասել, որ չի լինելու, բայց ինչքան այս 20 օրվա ընթացքում հասկացա, որ կարնիվորի դեպքում իմ մոտ դեռ անհնար է, որ ես ինչ-որ խախտումներ անեմ, այնտեղ խախտումներ կարող է լինեն մի քանի գրամ ավել պակաս, բայց դա էլ մի քիչ բան եմ ընկել, ոնց որ ասում են, որովհետև շատերն ասում են, դե հա պետք չի այդքան էլ կարնիվորի ընթացքում կալորիաները հաշվարկել, ու ընդհանրապես պետք չի մանավանդ սկզբնական շրջանում գրամները հաշվել եւ այլն, որովհետև դու երբ որ ուտում ես միսը եւ յուղը, ճարպային միսը, ճարպը իհարկե հետը, դու այնքան ես կուշտ լինում, որ նույնիսկ եթե դու ուզենաս չես կարա շատ ուտես, ինքը ես համամիտեմ դրա հետ, իրոք դա այդպես է, եթե շատ էլ ուզենաս չես կարող ուտել։ Այսօրվա իմ սննդակարգի դեպքում էլ այդպես եղավ, ես երեկոյան երևի 50 գրամից ավել ուղղակի մի քիչ ձուկը շատ դրեցի ու հասկացա, որ ուտելուց հետո, ահագին անցնելուց հետո հասկացա, որ այդ 50 գրամն էլ արդեն շատ էր, արդեն տհաճության աստիճան կուշտ եմ զգում այդ 50 գրամ ավելնորդի դեպքում, բայց լսելով մարդկանց, որոնք կարելի ասել դրա մասնագետն են, կարնիվորը իրենց կյանքում տարիներ շարունակ են, լսելով նրանց ես հասկանում եմ, որ այդքան էլ կարևոր չի ընթացքում, թե ինչ կլինի, կարևորը որ դու լինես կարնիվորում քաղց չզգաս, կարևորը որ ջուրը տեղը լինի, էլեկտրոլիտները տեղը լինեն, այդ հարցը իհարկե ես հանքային ջրով եմ այդ հարցը առայժմս լուծում, առայժմ գոհ եմ, հետագայում միգուցե բիոդաբավկաները ավելացնեմ կամ եւ նաեւ դա էլ չլինի, չգիտեմ, դեռ գոհ եմ։
Ես ընդհանրապես ես վերջերս լսում եմ մի կնոջ, որը 90 կիլոգրամ նիհարել է, բայց արդեն նա նիհարած պրոցեսով է հանդես գալիս YouTube-ում ու լսում եմ իրա ինչպես իմ մենախոսություն, այնպես էլ էս կինն է, դա կարելի է համարել մենախոսություն։ Իրա պատմածներից, երբ որ այդ կինը պատմում է ամեն ինչը սկզբից մինչև վերջ, ես հասկանում եմ, որ ինչքան ենք մենք միևնույն ժամանակ տարբեր ու ինչքան ենք մենք միևնույն ժամանակ նման։ Խոսքս վերաբերվում է այն մարդկանց, ովքեր քաշի հետ միշտ են խնդիր ունեցել։ Գոնե իմ դեպքում դա մանկությունից է եղել, ուրիշներին չգիտեմ։ Ես ոնց հասկացա, այդ կնոջն էլ արդեն երիտասարդական տարիներից է սկսվել։ Երբ նա խոսում էր ամեն մի մանրուքի մասին, կարծես նա նաև զուգահեռ խոսում էր իմ մասին, իմ մոտ այդպիսի տպավորություն էր։ Եվ երբ երկար բացի այդ կնոջից էլի տարբեր մարդիկ կան, ասածս ինչ է, երբ որ այդ բոլորը տարբեր մարդիկ խոսում են, ու դու վերցնում ես ու հասկանում ես, որ առանց քո պատմելու էլ, քո ասելու էլ, նրանք ոնց որ քո մասին են պատմում, ընդհանրապես այդպես է։ Պատմում են մեր հոգեբանական խնդիրների մասին, թե ինչ է զգում մարդը, եւ զգում է կոմպլեքսներ, եւ զգում է մի խոսքով ամեն ինչ։ Նորից եմ ասում, ես այդ կնոջը լսելուց ես հասկացա, որ ես չեմ խոսում, ուղղակի դա ես միացրել եմ, իմ ձայնն է խոսում, այդքան որ նմանություններ կա։ Ու ինքն էլ նույն խոսքերը ասեց մենք նույնպես ինչքան որ տարբեր ենք, այնքան էլ իրար նման ենք։ Մեր մտածելակերպերն էլ է այդպես նման, դիետան սկսելու հարցում, ֆիզիկական թեկուս թեթև, թեկուս ինչ որ մի ֆիզկուլտուրայով, թեկուս քայլելով, թեկուս ժիմ գնալով, բոլորին անխտիր ոնց որ նույն բանը լինի, այնպես չի, որ ինչ որ մեկը տարբերություն է տալիս, այնտեղ կարող է պլյուս մինուս լինել։ Բայց նորից լսելով, ես ասում եմ, ես ուզում եմ իմ օրգանիզմը ճանաչել քիչ-քիչ, ու գիտեք, կարնիվորի ընթացքում, այո, կամաց դու սկսում ես քո օրգանիզմը ճանաչել։ Ու ես հասկացա, որ ես այդ ոչ թե կամքի ուժը չունեմ, այդ կնոջ նման, որ դնեմ կալորիա հաշիվեմ, ինքը կալորիա հաշվելով է նիհարել, բայց ոչ այն կարգի, որ ասենք դե մարդիկ կան կալորիան հաշիվում են լրիվ ճշգրտությամբ, չէ, ինքը ասում է, ես մոտավոր եմ հաշիվել, այնտեղ ես դաժե սպիտակուցներ, ճարպերը եւ ածխաջրերը չեմ հաշիվել, մի խոսքով ինչև է, ինքը իր մեթոդով է արել ամեն ինչ, եւ ես հասկացա, որ ես չեմ կարող այդպես, չեմ կարող, որովհետեւ նախ այդ հաշիվելը նորից եմ ասում, իմս չէ, ես չեմ կարող ամեն օր ինձ ստրեսի ենթարկել, արդյոք ես այս 10 գրամը ճիշտ եմ հաշիվել, այս 20 գրամը ավել գնաց, սա մի քիչ շատ գնաց, սա արդեն քիչ է, կարող է, ես հասկացա դա իմ բանը չի։ Ու իրոք կարնիվորցիները, երբ որ իրենք էլ են խոսում, իրանք էլ են ասում, որ դա պետք չի։ Ու գիտեք ինչ են ասում իրենք, ու ես էլ իրենց հետ արդեն կամաց համամիտ եմ։ Իրենք ասում են նախ պետք է մարդը, երբ որ երկար տարիներ ածխաջրեր է օգտագործել, պետք է երկար տարիներ ածխաջրեր օգտագործելուց մարդը պետք է նախ սնվի այդ սնունդով, այդ կարնիվորով, նախ օրգանիզմը
կամաց է ադապտացվում, հետո օրգանիզմից կամաց են վատ նյութերը դուրս գալիս եւ հետո ինքը մտածի, քանի որ դա նաեւ աուտոիմունային սիստեմի բարելավում է, հետո նոր մարդը մտածի նիհարելու մասին, բայց քանի որ ես շտապողականություն եմ բանանում ու սկսում եմ ես ինքս ասում եմ լավ մի օր բռնեմ ու չհաշիվեմ ոչ մի բան, ասենք չհաշիվեմ ու չեմ էլ հաշիվում, ուղղակի ես գրամներով, տեսեք ճիշտ է, տարբեր մսեր, տարբեր կալորիականություններ ունեն, ես ուղղակի գրամներով, ինձ համար սարքել եմ 200 գրամը ու ընդեղ կարող է պլյուս մինուս 15, տենց որ չկտրեմ կուսոկները, այդպես գնում է, բայց ընդհանուր առմամբ դա 200 գրամն է, ինչևէ, հետո ես այսօրվա, որ մի քիչ երեկոյան շատ ինքը գնաց ու մտածեցի, որ թեկուզ այդ մարդիկ ասում են պետք է սկզբնական շրջանում ուտել այնքան, ինչքան որ օրգանիզմդ հագենում է, ինչքան դու քաղց չես զգում, հետո կամաց դու ինքդ բան կանես, կշարունակես, ես հասկացա, որ այսօրվա այդ 50 գրամը այնքան շատ էր իմ համար, այնքան տհաճ, որ հիմա ես այս պահին նստած պատկերացնում եմ, որ ես երևի վաղը չգիտեմ, մինչև ինձ այդպես է թվում, ինձ թվում է, թե վաղն էլ ես չեմ ուզենա ուտել, այդ կարգի ահավոր կշտություն ես զգում, ասեմ, որ ինչ-որ ստամոքսիդ մեջ ծանրություն է, չէ, ասել եմ, չէ, կարնիվորի ընթացքում ոչ մի իմ մոտ չկա ստամոքսի ծանրություն կամ փքվածություն կամ այդպիսի բաներ չկա, ուղղակի ինչպես ասում են, ոնց որ կոկորդիդ նստած լինի այդ կերածը, այդքան բան, ինքը մարսվելու է, ինքը գնալու է, ուղղակի այդ կուշտ զգացողությունը ինքը երկար է պահում, ու այդպես միտք եմ անում, ասում եմ, լավ, բա էլ որ մի դիետայով ես կարող եմ նիհարել այնպես, որ աչքս ուրիշ ուգլիվոդնի բաներին չգնա, որովհետև ինչ էլ որ լինի, անկախ քեզանից աչքա տենում, սիրտա ուզում ես, բայց իմ մոտ էդ էլ չկա, այդ կարնիվորը այդ դեպքում շատ լավ է, ու այդ կնոջը լսելիս ինքը նորից ու նորից ասում է, որ այո, եղել են պահեր, որ խախտումներ եմ արել, եղել են պահեր, որ ասել եմ այսքան, բայց արել եմ այնքան, բայց եւ հաջորդ օրը ես ասում եմ, որ ինձ տիրապետել է, հիմա հետո կան մի քանի հոգի, որ իրենք վիրահատություններ են արել, այդ վիրահատությունների պահով էլ նորից իրենք կալորիականություններ են հաշիվում, կան մարդիկ իմ կարծիքով, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, նորից չեն հասկացել, որ եթե վիրահատությունը անում պրծնում ես, հա ճիշտ է, վիրահատությունը սկզբնական շրջանում քիչ կալորիականություն ես ուտում ուզած թե չուզած դու քաշդ գցում ես, բայց դրանից հետո եթե դու նորից դնես քո սիրելի բաները ուտես, մի օր շատ կուտես, մի օր քիչ կուտես, մի օր ինքը նորից ես չգիտեմ, ուղղակի ես ինձանով եմ համեմատում, եթե ես պատկերացնեմ մի պահ, որ ես այդ մարդկանց պես գնամ վիրահատությունը անեմ գամ ու դնեմ նույն բանը, ասեմ, լավ, ես մի կուսոկ տորթը շատ եմ սիրում, սրանից ոչ մի բան չի լինի, ուտեմ այս կուսոկ տորթը ու վերջ, չէ, հավատացեք, իմ մոտ այդպես չի լինի, շատ արագ էլի նորից կգան իմ քաշը, շատ արագ նորից ստամոքսի ծավալը կմեծանա, իսկ ինչ մնում է իմ կարծիքով ստամոքսի ծավալը նույնիսկ առանց վիրահատության, եթե ցանկության ու կամքի ուժի դեպքում չուտելով էլ իմ կարծիքով ինքը կամանց կփոքրանա, կսեղմվի ու էլ կարիք չի լինի
վիրահատությունների։ Ասեմ ավելին, կա այսօր ինտերնետում մի կին էլ բավականին մեծ քաշ ունեցող խոսում էր այն մասին, որ չնայած հիմա ինքը ոչ մի բան չի անում, խոսում էր այն մասին, որ վերջին կոպեկները ինքը հավաքել, որ տար վիրահատության, ու այդ վիրահատության գնալուց բանից պարզվում է, որ իրեն լյարդը այնքան է ճարպակալած, որ բժիշկները չեն կարողանում գտնել ստամոքսի այն մասը, որ պետք է կտրվի։ Ու իրեն ասել են մենք չենք կարող քեզ վիրահատություն անել, կամ պետք է դու ինքնուրույն նիհարես ինչ-որ մի քաշի գաս նոր քեզ վիրահատենք, կամ էլ պետք է բալոն, ինչ-որ բալոն են մտցնում ստամոքսի մեջ, բալոնի մեջ հեղուկ են լցնում եւ այլը, որպեսզի նորից ծավալը ստամոքսի քչացնեն։ Ու այդ կինը համաձայնվել էր, որ լավ, թող այդպես լինի, քանի որ իր քաշը շատ մեծ էր, ինքը պատմում է, որ բալոնի այնքան ասма քաշս շատ ա, որ ես նույնիսկ չգիտեմ քանի կիլոգրամ եմ, բայց ես հասկանում եմ, որ 200 կիլոգրամ եւ ավել կլինեմ, ու ասում է բալոնի տեղադրելուց հետո ես մի քիչ եմ փոփոխությունը զգացել, էլի նորից կշեռք չի եղել, որ կշռվեմ, ու փոփոխությունը այնպես է եղել, որ զգացել եմ ուղղակի, որ քայլելուց մի քիչ թեթև եմ քայլում։ Նե իր խոսքով ասում եմ երևի մի 10-12 կիլո, բայց հետո եկավ բալոնի հանելու ժամանակը, դա ժամանակ ունի ինչ որ 6-7 ամիս է կամ 8 ամիս է, չգիտեմ։ Այդ ժամանակա ընթացքում արդեն բալոնը հանելուց հետո, չնայած բալոնի վախտել ինքը ասում է, որ խախտումներ է արել, ու նորից ավելի է շատացրել, այն եղածին էլ նորից պլյուս է դրել։ Ինչևէ ասածս ինչ է, որ տարբեր մարդիկ, այդ տիպի մարդիկ, տարբեր ձև են պայքարում, ու նորից եմ ասում, ես այնքան բարի նախանձով եմ նայում եմ մարդկանց, որ իրոք տարբեր ձևերով իրենք հասել են այն կետին, որ հասել ու հետ չի եկել։ Ես հետո հասկացա, որ հասնելը վերջնական արդյունքին միգուցե ավելի հեշտ լինի, քան միշտ այդ պահելը, արդյունքը պահելը իմ կարծիքով շատ դժվար է, որովհետև ես հասկանում եմ, որ շատերի մոտ էլ, չգիտեմ, միգուցե նաև իմ մոտ էլ է այդպես եղել հետո առաջ գնալուց, միգուցե եւ այդպես էլ լինի, չգիտեմ, շատերի մոտ էլ է այդպես լինում, որ երբ հասնում են իրենց երազած քաշին, իրենց երազած մինուս կիլոգրամներին, ոնց որ արդեն ասում են, հա ինչ կլինի, որ պլյուս մինուս 2-3 կիլոգրամը չի խանգարի։ Այդպես շատ դեպքեր կան, որ նորից եկել ու իրանք էլ չեն նկատել, այսինքն նկատելը գիտեք ինչպես, բոլորս էլ նկատում ենք, ուղղակի ուղեղով նկատում ենք, շատ էլ լավ նկատում ենք ինչա կատարվում, ուղղակի կա մի զգացողություն, որ չես կարողանում դու այլևս կառավարել։ Ինչևէ, դրա համար կոնկրետ ես ընտրել եմ այս կարնիվոր ճանապարհը, թեկուզ ասում եմ լինի դանդաղ ինքը, թեկուզ լինի մի քիչ դժվար, չնայած ես դժվարություն էլ չեմ զգում այդ կարնիվորից, բայց այնուամենայնիվ թեկուզ ուզում եմ ասել լինի դանդաղ պրոցես, բայց ուզում եմ, որ լինի դա հաստատուն, դա նորից այդ խախտումներով չլինի, նորից չլինի այնպես վայ քաղցեմ զգում, սպասի մի հատ չի կարելի ուտեմ ու նորից սկսվի ամեն ինչ սկզբից։ Դրա համար հավատացեք, այնքան եմ նայում ու կարդում,
տարբեր թե ստադիաներ, թե տարբեր բաներ նայելուց արդեն ոնց որ ասած բոլորի կյանքը անգիր գիտեմ, ով ինչ արեց, ոնց արեց։ Դրա համար եմ ասում բոլորիս ճակատագրերը համարյա այդ հարցում նույն են։ Ուղղակի կա այդպիսի մի բան, օրգանիզմը ով ինչ ունի, մեկին մի բան է խանգարում, մյուսին մի այլ բանից է։ Համենայն դեպս դա գարմոններն են տարբեր մարդկանց մոտ, օրինակ իմ այդ հաստատ արդեն գիտեմ, միգուցե առաջ չգիտեի, միգուցե չէ, իրոք չգիտեի, ինսուլինի մասին ընդհանրապես չէի լսել։ Երբ որ ինձ էնդոկրինոլոգը ասեց դու ես ոնց հասկացա, մի հատ քեզ անպայման պետք է ինսուլինը չափես, քո ինսուլինն է բարձր։ Եվ ես շնորհակալ եմ այդ էնդոկրինոլոգից, որ իմ աչքերը այդ ժամանակ բացեց ու ես հասկացա, թե ինչու եմ ես մի կտոր ճակերտավոր ասած տորթով կամ մի կոնֆետով չկշտանում։ Ես ուզում եմ ու ուզում եմ ու ուզում եմ ու ուզում եմ։ Իսկ կողքի մարդն էլ կասի էս ինչա ուտում չի կշտանում։ Ու դրա միակ ու գլխավոր պատճառը ինսուլինն է, ինսուլինի բարձր լինելը։ Իսկ եթե ես ուզում եմ իմ ինսուլինը լինի հանդարտ, այդ իմպուլսիվ ուտելու պահը բաց թողեմ, իդեպ չեմ ասում ես ուտում էի այն, որ օգտակար էր ուտում էի այն, որ ես սիրում եմ, իմ մրգերը, սիրում եմ թխվածքները, սիրում եմ կոնֆետները, չնայած կոնֆետները ասելն էլի նորից հարաբերական է, շոկոլադնի, արեխով, այդպես, այն մրգային կոնֆետները, այդպես բաներ չեմ սիրում։ Ինչևէ, ես հասկացա, որ միակ դրա մեղավորը ինսուլինն է, ու ոչ մեկ թող չասի, էսի դու քիչ կեր, էսի սրանից է, էնի նրանից է, իրոք հասկացա, որ գլխավոր պատճառը ինսուլինն է։ Հիմա այս երկար մտորումներից հետո էլի ու էլի նորից եմ համոզվում, որ եթե կա տարբեր նիհարելու ճանապարհներ, եթե կա նիհարելու ճանապարհ, ուրեմն իմ դեպքում միանշանակ կլինի կարնիվոր դիետան, մսային դիետան, ամենաօպտիմալ իմ համար, ամենալավ, ամենաթեթև, չես մտածում ինչ տեսակի եփես, ոնց եփես, միակ պահը, որ իմ մոտ շատ վատ է, դա որ հնարավորություն չունեմ նորմալ կարնիվոր անելու, նորմալ կարնիվոր ասածը, որ լիներ մենակ տավարի միս, գոնե մի ժամանակ լիներ տավարի միս ու աղ ու ջուր, ու էլ ոչ մի բան։ Դա էր ամենանորմալ դիետան իմ համար, ես հասկացա, որ մենակ դա է։ Ու թեկուզ եւ դա դանդաղ ընթանա, չնայած շատերն են ասում, դանդաղի մասին այդքան էլ պետք չի մտածել, որովհետև լսում եմ կան մարդիկ հենց նիհարողների մեջ ասում է, որ եղել է ժամանակ, որ մենք 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս չենք նիհարել, բայց դա բաց չենք թողել, ու մեկ էլ անկախ ոնց որ բառացիորեն ասած, ասում է ոնց որ մեշոքը թափտաս ու զգում ես էս եփ այդքան քաշը կորցրեցի, այդքան սպասում էի, որ կորցնեի ու հիմա հանկարծակի միանգամից այդքան քաշ կորցրեցի։ Էնպես որ սիրելիներս, մեր օրգանիզմը ինքը շատ լավ է հասկանում, երբ ավելորդ քաշը կտա, երբ չի տա, որովհետև ընդհանուր առմամբ օրգանիզմը իրեն պահում է, օրգանիզմը մեզանից խելացի է,
եթե դու անդադ տանջում ես, նա սկսում է պահել։ Իսկ երբ որ դու արդեն անցնում ես քո առողջ սնունդին, ինքը կպահի ու միանգամից բաց կթողնի։ Հիմա նորից ասեմ, իմ դեպքում թու ես քիչ-քիչ զգում եմ տարբերություն, այնպես չի, որ ես տարբերությունը չեմ զգում։ Շատ լավ զգում եմ, թե շորերիս, թե իմ քայլելուց, թեթև լինելու, թե շարժվելուց, ամեն ինչից ես զգում եմ, թե ինքնազգացողությունից, այնպես որ այդպես չի, որ ես չեմ զգում ինչ է կատարվում հետս։ Բայց ինչքան էլ ես ցանկանամ, որ մի օրվա մեջ կամ մի քանի օրում արագ կիլոգրամները առաջ տամ, դա ես հասկանում եմ, որ անհնար է, դա այդպես չի լինի։ Ինչևէ, սիրելիներս, ես հույսով եմ, որ իմ այս վիդեո օրագիրը, ես դրան նույնիսկ վիդեո օրագիր եմ համարում, ես նույնիսկ մի պահ պատկերացնում եմ, ինչ կլինի, եթե մի տարի հետո ես ինքս նայեմ այդ հին վիդեոները, ինչ կլինի, երբ որ ես զգամ այդ փոփոխությունները կամաց ոնց են առաջ գնում։ Մեկ այնքան եմ երազանքի գիրկ ընկնում, որ ինձ թվում է, թե վաղը մյուս օրը մի հատ սլացուցիչ տարբերություն կլինի, բայց դե չէ, ռեալ պետք է նայեմ, ռեալ պետք է մոտենամ, որ ես դա մի օրում չեմ հավաքել ու հնարավոր էլ չի մի օրում դու դա գցես։ Իսկ կարնիվորը որպես իմ դիետայի աղբյուր ամենաճիշտն է, իմ դեպքում ամենահագեցնողը ու ամենադիետան առայժմս, հետո չգիտեմ։ Սիրելիներս, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել դիտումների համար, այն մարդկանց, ովքեր դիտում են, ուղղակի խնդրանքս բաժանորդագրվեք ալիքին։ Գիտեք, ամեն նայելուց, երբ որ նայում եմ, տեսնում, որ ինչ որ մարդիկ դիտումները մի քիչ շատացել են, ես ինքս էլ եմ ոգևորվում եմ ալիքի պահով, ոգևորվում եմ, որ ուրեմն ինչ որ մեկին հետաքրքիր է, չգիտեմ, կամ հետաքրքիր է հենց նիհարելու պրոցեսը, կամ միգուցե հետաքրքիր է, թե ես ուր կհասնեմ, միգուցե մարդիկ ասում են կխոսա ու վաղը մյուս օր կփակի, կամ չգիտեմ, ուղղակի ինձ հետաքրքիր է, որ դիտումները շատ լինեն, ես էլ առաջ գնամ, ես ասել եմ, առանց ալիքի, թե ալիքով ես կնիհարեմ այս անգամ վերջնական եմ որոշել, բայց դա ինձ համար մեծ նշանակություն կլինի, երբ որ դիտումները շատ լինեն, երբ որ դիտողները բաժանորդագրվեն ալիքին ու ինձ հետ մեկտեղ, ինչպես ես եմ հետևում ինձ, իրենք էլ հետևեն, տեսնեն մենք որտեղ ենք հասնում, վերջնական հաշվով որտեղ ենք հասնում, մինուս որ թվին ենք հասնում։ Այսօր այսքանը, սիրելիներս, խնդրում եմ բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի ապավիշենին գա, գոնե իմանաք, տարածվելու համար, լայքեր դրեք, ինչու՞ չէ, նաև ում դուրը չի գալի կարող է դիզլայք դնի, գրեք մեկնաբանություններ, կպատասխանեմ, գրեք ձեր հարցերի մասին, ինչ որ մեկին մի բան, ինչ որ հարց կարող է պետք է գալիս, բոլորիցդ շնորհակալ եմ, ցտեսություն, մինչ վաղը։